հրաշալի։ Իսկ կարող եմ մի բան ձեզ հարցնեմ։ Իսկ ինչ է խանգարում, երբ որ հրապարակային հայտարարությունը հիմք ընդունենք ու անցնենք առաջ։ Իսկ ինչն է խանգարում, երբ որ խորհրդարան մուտք կլինել, անելուց կլինեք, որովհետև Սահմանադրության 115-րդ հոդվածը ասում է, որ իմպիչմենտի գործընթացը սկսվում է պատգամավորների 1/3 ստորագրության պարագայում։ Այսինքն, երբ որ այդ գործընթացը անելու կլինեք, այդ ստորագրությունները կա։ Իսկ, այսինքն, հարցեր են չի առաջանում, ինչի։ Քաղաքական ուժը, երբ որ հրապարակային հայտարարություն է անում, դրանից այն կողմ հիմք չկա։ Այսինքն, եթե այսօր գնացել եք խորհրդարան, այս մարդիկ հայտարարել են, ինչի չեք եթում են 4 անկախ պատգամավորի, ինչի չեք ուզում ԿՊԿ-ականներից այդ ստորագրությունները, մենք հայտարարել ենք, մենք ասել ենք, եթե շարունակում է թիրախավորումը ստեղ, ուրեմն արդեն այդ նպատակի շուրջ մի շարք հարցականներ է առաջարկում։ Այս չվստահությունը շատ վատ բան է։ Եթե չեն վստահում, թող ասեն չեն վստահում։ Դուք պատկերացնում եք այն քաղաքական ուժով այդ մասին շատ հստակ հայտարարություն արել, գործընթաց լինի ու հրաժարվի այդ process-ից։ Իսկ ի՞նչ է նշանակում չեն վստահում։ Ես չեմ լսել այդպես բան են ասել, եթե այդպես բան են ասել, դա էլ է։ Իսկ գուցե այլ նպատակ կա այս ամեն ինչի տակ։ Այսօր ձեռնպահ կմնամ դրա մասին խոսելուց, բայց ստեղ էլ մի կարևոր բան ասեմ, որ իմ ընկերներին ասել ենք, ստեղ հայտարարել եմ, հիմա եւս կրկնեմ։ Խոսակցության ժամանակ նաև շատ հստակ ասել ենք, որ մեր այս խոսակցությունը սրանով չի փակվում։ Եթե process-ը ձգվում է աշուն, ու աշնանն այդ գործընթացները տեղի ունենալու, մենք չենք փակում այս խոսակցությունը։ Մենք մեր գործընկերների հետ երբեք շանտաժով, պարտադրանքով կամ վիավորանքով չենք խոսը։ Իսկ եթե հասկանանք, ինչ-որ մարդկանց միջոցով այս ճանապարհով են ուզում հարցերի լուծման հասնեն, վստահեցնում եմ ձեզ, դա ոչ միայն այդ հարցերի հաջողության հասնելուն միտված չեն, այլ լուրջ խոչընդոտ են։ Ու այն ժամանակ արդեն լուրջ կասկածներ են առաջանալու այս գործընթացի լրջության ու իրական արդյունքի հասնելու նպատակի հարց։ Որովհետև մենք այդպես չենք պատկերացրել այն հարաբերությունները, որ հիմա կա ու տեղի ունեն։ Ով։ Ժողովուրդ, մեկ անգամ եւս դուք պատկերացնում եք հիմա այս հայտարարությունից հետո, եթե իրավիճակ լինի, մեզանից մեկը այլևս ուզենա զբաղվել քաղաքականությամբ։ Պաշտոնական 28 հոգի հրապարակային հայտարարություն արել այդ մասին։ Մենք որևէ մեկին ոչ չվստահելու առիթ ենք տվել, ոչ էլ այսքան ժամանակ մի բան ասել ենք ու մեր ասացից հրաժարվել ենք։ Մի հատ թղթի հետ կապված էլ մի բան ասեմ, էլի։ Մեր հանդիպման ժամանակ մենք այդ թուղթը չենք տեսել։ Ես այդ թղթի մասին առաջինը տեսել եմ եթերով։ Բայց խնդիրը նույնիսկ դա չի։ Իրոք դա չի։ Հրապարակային կերպով ասել ենք։ Հիմա այն ինչ որ տեղի է ունենում այս պահին, տեսնում եք, էլի։ Այսինքն այդ մենք ասում ենք կա անցեք առաջ կենտրոնացրեք ուրիշ տեղ։ Եթե ամբողջ նպատակը կենտրոնացնելն է մեր վրա, ու այս ձևով խոսել, խնդրեմ։ Այսինքն արդեն տպավորությունա, որ զբաղմունք չկա, անելիք չկա, օրակարգ չկա, դաշտը լցնելու ու երևալու ինչ որ process է։ Դուք, այսինքն, այս կարևոր գործընթացը, այս մակարդակով, այս մոտեցմամբ, այս մարդկանցով, հա, ու լուրջ է այս ամեն ինչ։ Խնդրեմ։ Ինչից է հրաժարվում։ Ինչպես է պատկերացնում այդ process-ը փողոցում կազմում եմ, եւ քանի որ
Բակրատ Սրբազանի հետ բարբերաբար հանդիպում ենք, զրուցում ենք, ինքը մեր լավագույն գործընկերն է, մեր Սրբազան հայրն է, եւ ինքը եւս որոշակի աշխատանքներ պլանավորում է, մնացած հարցերին ինքը կպատասխանի։ Ինչ վերաբերում է խմբակցության ներքին խոսակցություններին։ Տեսեք, ես ձեզ քիչ առաջ մի օրինակ բերի, քանի կար ասում էին, որ կաշկանդված են քերական գործերով չեն ստորագրելու։ Սրանք բոլորը խոսակցություն են։ Ի տարբերություն շատ տեղերի, խմբակցությունում տեղի ունենում շատ առողջ խոսք ու զրույց, քննարկում, այո, երբեմն կոշտ հակադարձումներ, բայց վերջում այնինչ որ որոշում են խմբակցության падգամավորները, որոշում են միասնաբար եւ մինչեւ վերջ այդ որոշմանը տեր են կանգնում։ Ու այնինչ որ ասացիք մեր ասպրամի համար իրականության հետ որևէ կապ առնչություն չունի։ Իրականում խմբակցության նիստերում շատ տարբեր կարծիքներ կարա լինի, նույն դաշնակցության падգամավորների մեջ կարան տարբեր կարծիքներ լինեն, որը նաև մեր առավելությունն է այդ քննարկումների ժամանակ ոչ թե հրահանգով, այլ ազատ յուրաքանչյուր իր կարծիքը ասելու, բայց վերջին հաշվով ինչ որ որոշում ենք, դա բոլորիս որոշումն է, ու մինչև վերջ պատվով առաջ ենք տանելու։ Իսկ ինչ վերաբերվում է, ինչ ծրագիր կա փողոցային, ինչպես է իմպիչմենտը հասնելու օրակարգ, ինչ քայլերի հերթականությամբ, այս հարցը պետքա տակ մեր գործընկերներին, ովքեր այս process-ը նախաձեռնել են։ Մենք նորից եմ կրկնում, շատ հստակ եւ ուղիղ ասել ենք, շատ ուղիղ եւ հստակ ասել ենք, որ պատրաստ ենք ստորագրել, ձեր հետ դուրս գալ փողոց, ստանձնել մեր բաժին պատասխանատվությունը, եթե այլ падգամավորների հետ բանակցությունների ճնշման աշխատանք կլինի, մենք պատրաստ ենք ներգրավել, այսինքն այս process-ի մեջ ենք։ Հիմա իրանք այլ ուղղությամբ են տանում այս ամեն ինչը, խնդրեմ, իրանց իրավունք։ Տեսեք, ես դրան կարծում շատ մանրամասն խոսեցի դրա մասին։ Մենք պետք է ու մեր ժողովի հիմնական ուղղություններից մեկը դա է, ամբողջ ծավալով աշխատենք մեր ժողովրդի հանրության լայն շերտերի հետ, կազմակերպենք այն բացթողումները, որ ունենք մինչև հիմա չեն կարողացել լիարժել լուծել, կարճ ժամանակում այդ հարցերը լուծել եւ պատրաստ լինել ցանկացած սցենարի։ Ես հիմա ձեզ ինչ որ ժամկետներ չեմ ասի, բայց դա մեր հանձնառությունն է պատրաստվել այդ աշխատանքներին եւ պատրաստ լինել ցանկացած սցենարի։ Դուք առաջիկայում ես տեսնելու եք շատ ավելի հաճախ Հայաստանի բոլոր տարածքներում, գյուղերում, մարզերում, քաղաքում, տարբեր ձևաչափերով, ֆորմատներով շփումներ, մարդկանց բացատրել, կազմակերպել եւ դուրս բերել համաժողովրդական մի այնպիսի շարժման, որ կարողանանք այս խնդիրը մեկը միշտ եւ վերջ